Շոումեն դերասան Արամ Մելիքյանն ու նրա ընտանիքը բավականին մեծ հետաքրքրություն ունեն հանրության շրջանում։ Մարդիկ սպասում են ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի հրապարակումներին, այդպիսով հետաքրքրված են այս ընտանիքում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին։ Ամիսներ առաջ Արամ Մելիքյանի դուստրը որոշում կայացրեց ընտանիքից առանձին ապրելու։ Այս լուրը բավականին երկար քննարկվեց հանրության կողմից, շատերը մեղադրում էին Էլիզին, որ որոշել է այս ընտանիքից հեռու ապրել, շատերն նշում էին, որ լիիրավ իրավունք ունի, քանի որ չափահաս աղջիկ է և մեկ օր պետք է առանձնանա։ Էլիզը ինստագրամյան հարթակում բավականին ակտիվ է։ Երեկ վերջինս հարց ու պատասխան է կազմակերպել, որտեղ շատերը հարցեր են հղել նրան նաև առանձին ապրելու մասին։ Այն հարցին, թե որքան ժամանակ է Էլիզը առանձին ապրում, վերջինս նշել է, որ արդեն 7-8 ամիս է։ Միայնակ ապրելուն հարմարվելու մասին Էլիզը նշել է. «Կարելի է ասել, այո, հարմարվել եմ, բայց դժվարությունները շատ են, եթե ուզեք կկիսվեմ»։ Էլիզին նաև տարատեսակ հարցեր են հղել ծաղիկներ սիրելու մասին, ինչին ի պատասխան Էլիզան նշել է, որ անչափ շատ է սիրում ծաղիկներ, դե իսկ որ ամենահետաքրքիրն էր, Էլիզը հրապարակում է արել իր սիրելիի մասնակցությամբ։ Այն հարցին, թե ինչն է Էլիզը կարևորում հարաբերությունների մեջ, վերջինս գրել է. «Հարաբերություններում կարևորում եմ անկեղծությունը, իրար հանդեպ հարգանքը և վստահությունը, այն հիմքը, որի վրա ամեն ինչ աճում ու զարգանում է»։ Լուսանկարում չի երևում, թե ով է Էլիզի սիրելին, սակայն նա գրկախառնված է սիրելիի հետ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ էլ այս ընտանիքի վերաբերյալ այլ հրապարակումներով ենք հանդես եկել։ 1 տարի առաջ ծնվեց փոքրիկ Տիգրանը։ Նա իր ծնունդով լույս էր այս ընտանիքի համար։ Փոքրիկի ծնունդին սպասում էին ոչ միայն Մելիքյանները, այլ նաև մի ամբողջ հանրություն, ովքեր հետևում էին Լիլիթի հղիության ողջ ընթացքին։ Այսօր արդեն փոքրիկ Տիգրանը 1 տարեկան է։ Ընտանիքը մի քանի հրապարակումներ է արել ինստագրամյան հարթակում, այդպիսով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։ Մելիքյանների ավագը Էլիզան գրել է. «Իմ Տիգրան, իմ փոքր մարդուկ, այնքան մեծ սեր եմ զգում քո հանդեպ, որ չեմ կարող բացատրեմ։ Անցած տարի այսօրը մեր բոլորիս կյանքը լուսավորվեց քո ծնունդով ու արդեն 1 տարի է, ինչ քո լույսը փայլում է մեր ընտանիքում։ Իմ սրտում մի առանձին տեղ կա, որը միշտ միայն քոնն է», նշել է Էլիզը։ Մելիքյանների ընտանիքի ինստագրամյան էջում հետևյալ հրապարակումն է արվել. «Այս ապրումներից անցել է ուղիղ 1 տարի։ Հենց հիմա գրելուց ամբողջովին փշաքաղված եմ։ Ոնց ենք սպասել մենք քեզ, ոնց ենք երազել քո մասին, մեր ուրիշ աշխարհ, մեր ուրիշ տղա, Տիգրան»։ Իսկ Լիլիթը հրապարակել է որդու լուսանկարներն ու գրել. «Շնորհավոր ծնունդդ, իմ գանձ տղա»։ Ընտանիքը մանկական սրճարաններից մեկում հավաքույթ է կազմակերպել, այդպիսով իր շուրջը հավաքելով իրենց մտերիմներին ու հարազատներին։ Նրանք նշել են Տիգրանի ծննդյան տարեդարձը, որից մի քանի կադրեր հրապարակել ինստագրամյան հարթակում։ Ներկայացնում ենք դրանք ձեր ուշադրությանը։ Ուրեմն 40 րոպեից իմ գանձ տիկոյիս ծնունդն է, հրաշքս դառնում է մի տարի, արա մի տարի անցավ ու ես փոխանակ հիմա ասենք վայելեի իմ գանձուշներին, իմ պուպուշներին, իրանց գնայի տեղերից մեջ գրկեի, ես չգիտես ինչի ես քշերակեսին վայելում եմ իրան։ Հաղթողներին ես նայում։ Արա չէ, ասում տղուս ծնունդն է, Հա, շնորհավոր։ 40 րոպեից։ Հա, լավ։ Արա պուճուրիս, արա գանձի, լենը, սերը։ Արա ձեր հետ եմ հասկացում տղուսին, հասկանում ես։ Մենք էլ ենք քո զավակները։ Մենք էլ ենք քո զավակները։ Սերներս, այո, այսօր Squid Game-ի նկարումներն է, արա ֆանտաստիկ էմոցիաներ են մեզ սպասվում ու հա լիքը կշնորհավոր եք, ես գիտեմ որ տիկոին շատ եք սիրում, բայց ես ոնց եմ իրացում, գժվում եմ իր համար, ինքը մի քիչ որ մեծանա կների ինձ, որ այս բանը ես իր ծոցը չեմ եղել,
Դե մի հատ էլ պուճուրի ծնունդը շնորհավոր եք։ Շնորհավոր եք էլ։ Շնորհավոր ծնունդը դու դե մորոտ։ Հավելենք նաև, որ օրեր առաջ էր Արամ Մելիքյանի մայրիկի ծննդյան տարեդարձներ։ Վերջինս եւս բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Մենք ներկայացրել էինք Արամ Մելիքյանի, նրա եղբոր հայրիկի եւ առհասարակ Մելիքյանների տղամարդկանց անակնկալը Արամ Մելիքյանի մայրիկին։ Վերջինս բավականին հուզվել էր։ Հավելենք նաև, որ օրեր առաջ Մելիքյանների մասնակցությամբ շքեղ հարսանիք էինք ներկայացրել։ Ամուսնանում էր դերասան Ազատ Անիբարյանը։ Վերջինս հայտնի է Սվայցբով Կարախ Արցախի ՈՒՀ թիմից։ Նրա սիրելին Էլենը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ ներկա էին այս ուրախ իրադարձությանը։ Երեկոյի ընթացքում յուրօրինակ պարով է հանդես եկել նոր ամուսնական սույգը։ Բացի այդ, բավականին յուրօրինակ եւ չկրկնվող հարսի պարով է հանդես եկել Ազատի կինը Էլենը։ Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից Մագա Արությունյանը, Սուրեն Փահլևանյանը, Արամ Մելիքյանն իր ողջ ընտանիքով, բլոգերներից Նինա Տիտանյանը, Աստվածուհին եւ մի շարք այլ հայտնիներ ներկա էին։ Նրանք մի լավ ուրախացել են պարել եւ իրենց գեղեցիկ օրվա կադրերով կիսվել ինստագրամյան հարթակում։ Ինչպես ավելի վաղ նշեցինք, Ազատը հայտնի է Սվայցբով Կարախ Արցախի թիմից։ Թիմը ստեղծվել է 2014 թվականին։ 2015 թվականին խաղացել է Ստավրոպոլի Կովկաս լիգայում, որտեղ երկու խաղ անընդմեջ թիմի ավագ Տիգրան Գալստյանը ճանաչվել է խաղի լավագույն տղամարդ դերասանից։ Մի քանի կադրեր ներկայացնում ենք դրանք ձեզ եւ միանում բոլոր շնորհավորանքներին, մաղթելով զույգին համատեղ երկար տարիների երջանիկ կյանք։ Եղով եկել ենք հարսանենք, շուտվանից սաղցեղով իր այդ չենք հարիք։ Հլո ռազբոյնիկին նարեկան։ Լուջիվ չորնմ։ Ուր աստելը։ Մնոց հացուտելու։ Մի տեսակ աստելը։ Սոված է։ Չի ուզում չէ գա։ Ուր։ Ստե չի ուզում գա։ Մենք մեր շատ սիրելի Աֆինայում ենք, մեր շատ սիրելի ընկերների Ազատու Էլենի Լասայլենի շորին սիրում էր։ Հա, շոր։ Շոր։ Սա ցույց կտանք մեր հասիկին ու ֆեսային շատ սիրում են։